Ողջույն իմ սիրելի հետևորդներ ջան, տեսեք ինչ անմահական թթու եմ պատրաստել, խշխշան, սարդ, գեղեցիկ գույնով, աննկարագրելի տեսքով ու համով կաղամբի թթու։ Գործս հեշտացնելու համար թթվի այս մթերքները միշտ կտրատում եմ այս բաստուրմա երշիկ սուջուխ կտրելու սլեյսերով, շատ հաճախ եմ օգտագործում եւ հենց այս տարբերակն եմ օգտագործում թթվի ժամանակ։ Դանակը դնում ենք այն հեռավորության վրա, ինչ հաստություն, որ ուզում ենք կաղամբը ստացվի, ու այդ ձև կտրատում ենք, շատ արագ ու հեշտ է լինում։ 2-3 կիլոգրամ կաղամբին ավելացնում եմ այստեղ 60 գրամ աղ ու լավ ձեռքով տրորում եմ, մինչև կաղամբը մի քիչ կթուլանա։ Ի սկզբանե մտադիր չէի նկարել, որովհետև կաղամբի կեսն արդեն կտրատել էի, դրա համար միացա սլեյսերով կտրելու կեսից, մտածեցի շատ էլ նման տեսանյութեր ունեմ, բայց ինչու չէ, սա էլ ներկայացնեմ, միգուցե շատերին դուր կգա։ Ուրեմն քերիչի այդ ուղիղ անցքերով քերել եմ բազուկը, մանր անցքերով քերել եմ սխտորը, 3-4 ատամիկ սխտոր է, 2 միջին չափի բազուկ է։ Այս կաղամբը այսպես խառնելուց, տրորելուց հետո ավելացնում եմ բազուկը, սխտորը և մի լավ խառնում։ Այնքան ենք խառնում, մինչև կաղամբից ջուր է դուրս տալիս ու բազուկն ու սխտորը լավ հավասարաչափ տարածվում է կաղամբի մեջ։ Խառնել վերջացնելուց հետո թողնում ենք 15 րոպե հանգստանա, մի հատ էլ վերջնական ենք խառնում ու տեղափոխում ենք էմալապատ ամանի մեջ, որպեսզի թողնենք թթվի։ Իդեպ կարող եք ապակե աման վերցնել, պլաստմասե աման վերցնել, յուրաքանչյուրի մեջ էլ թթուն թթվելու է, բայց էմալապատ ամանները նախ երկար են պահում, չեն թողնում շուտ փչանա, թթվելուց հետո կարելի է երկար ժամանակ իր սարդությունը պահել, նույնիսկ մինչև վերջանա։ Ահա տեղավորեցի կաթսայի մեջ, վրան մի ափսե ենք դնում ու ես մի փոքրիկ քար ունեմ, որպես ծանրոց, այս ծանրոցն էլ դնում եմ վրան, որպեսզի կաղամբը լավ սեղմվի ու պատրաստում ենք աղաջուրը։ Այստեղ 1 լիտր ջրով աղաջուր եմ վերցնելու, պատրաստեմ ու 1 լիտր ջրի համար ավելացնելու եմ 1 լիքը ճաշի գթալ աղ։ Սիրելիներս, յուրաքանչյուր 1 ճաշի գթալը կշեռքով կշռում է 20-23 գրամ։ Ավելացնում ենք աղաջուրը թթվին, ծածկում ենք, թողնում ենք, որպեսզի թթուն թթվի։ 2 օր է անցել, սիրելիներս, ապա տեսեք, բույրը չեք պատկերացնում ինչքան անուշ է, գույնը ինչքան սիրուն է, մուգ, եթե խոշոր լիներ կաղամբը կտրատած, նման գույն չէր ունենա, բայց քանի որ կտրատած է մալականի թթվի նման, կաղամբը իր մեջ այդ բազուկն ավելի լավ է առնում, հետո աղով տրորելուց է, որ այսպեսի գույն է ստանում։ Դուք էլ փորձեք, շատ համեղ է, շատ տեսքը գեղեցիկ է։ Մենք պարտադիր ամառվա ընթացքում թթու ունենում ենք, որը գործի աշխատանքի բերումից է, որ մթերքը չթափեմ, երբ նկատում ենք պետք է արդեն վարունգը բերենք, բերում ենք ու մշակում եմ, թթու եմ դնում, պահածո եմ անում, նույնն էլ կաղամբն է, բացի այդ էլ սիրում ենք հենց թթուն, բոլորս էլ թթվակեր ենք, այսպես ասած։ Սիրելիներս, լավ սարդ է մնացել, գույնը շատ սիրուն, գրեք տեսնեմ, հավանեցիք թե ոչ, դուք էլ պատրաստեք, կիսվեք մեկնաբանության դաշտում, ես մեծ սիրով եմ ձեզ ցուցադրում, ձեր համար եմ նկարում և ցուցադրում, բոլորիդ ուրախոր եմ մաղթում, կհանդիպենք հաջորդ նոր տեսանյութում։